Մենք կշարունակենք անձի ինքնության նկատմամբ վերաբերմունքը դիտարկել որպես ընտրություն սեփական ինքնակայացման ճանապարհին, ինքնաիրացման, ինքնաարտահայտման ճանապարհին եւ այս համատեքստում մի փոքր այսպես կցանկանամ խոսել անձի նեյրոհոգեբանական էության մասին, ով է անձը, ինչ է իրենից ներկայացնում եւ քանի որ մենք լսարանում ունենք նաեւ ամերիկահայություն եւ նրանք արդեն սովորել են անգլերեն մտածել, փորձել եմ նաեւ անգլերեն ներկայացնել սլայդի մեջ ով է անձը, հա, ի տարբերություն մարդ, անհատ հասկացությունների մենք անձին դիտարկում ենք որպես սոցիալական էակ, իսկ մարդը սովորաբար դիտարկում ենք որպես կենսաբանական էակ, իր ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, որով տարբերվում է նա կենդանական մյուս աշխարհի ներկայացուցիչներից։ Անհատին մենք դիտում ենք որպես բանական մտածող էակ, իսկ անձին մենք դիտում ենք որպես սոցիալական էակ։ Եվ սոցիալական հարաբերությունները անձի արտահայտվում են առհասարակ այլ անձանց հետ հաղորդակցման միջավայրում։ Եվ այդ հարաբերությունները դրսևորվում են խոսքի միջոցով, հույզերի, ինքնակարգավորման, իմաստավորման, արժանապատվի եւ այլնի միջոցով։ Անձը այդ ամենը կրողն է ըստ էության։ Ինչ ասել է ազգը այս համատեքստում նեյրոհոգեբանական իմաստով, ազգը դա անձերի հավաքական մի հոգեբանական դաշտ է, որոնք ունեն որոշակի ընդհանրական մտածելակերպ, հիշողություններ, փորձառություն, արժեքներ, գործողություններ, որոնք ստեղծել են համընդհանուր կեցության մի մասը, որը կոչվում է ազգային, հա։ Անկախ նրանից ըստ իս կա գենետիկական ընդհանրություն թե ոչ, մարդիկ կարող են լինել իրար հետ ազգակից։ Գենետիկան դա ակունքներից է գալիս, մարդկության պատմության ակունքներից է գալիս, որի հիման վրա մենք տեսնում ենք, որ ստեղծվել են ազգեր, դեռևս երևի ամենահին աղբյուրներից մեկը, որը խոսում է ազգերի տարանջատման մասին, դա Աստվածաշունչն է եւ հիշում ենք երևի թե Աստվածաշնչում Բաբելոնի մասին, որի ժամանակ բաժանվեցին լեզուները, մարդիկ սկսեցին տարբեր լեզուներով խոսալ, տարանջատվեցին որպես ազգեր եւ ինչ որ ընդհանրություններով իրենք իրար հետ միավորվելով ստեղծեցին այդ ազգ միավորը, հա, համակարգը։ Եվ տեսնում ենք, որ ազգերը տարանջատվելով եւ իրար հետ համատեղ ապրելով, անձերը իրար հետ ինչ որ ընդհանրությունների հիման վրա համատեղ ապրելով նաեւ որոշակի գենետիկ առանձնահատկություններ ձեռք բերեցին եւ այստեղ է գալիս այն պատասխանը, ինչու են հրեաները եւ հայերը ամենաշատը հարատանքների ենթարկվում, երևի թե հենց այստեղից, որ ըստ էության ամենահին մաքուր համարվող գենետիկական միավորներն են երևի թե, որոնք դարեր շարունակ այսպես գալիս են եւ կարելի ասել շատ ազգերի նախահայրերը հենց հայերի եւ հրեաների արմատներ են, իհարկե չեմ ասում ազգերին, հա, շատ կան ազգեր, որոնք էլի հնագույն են, բայց ըստ էության երևի թե այսքան հալածված ազգեր չկան, ինչպես հրեաներն ու հայերն են։ Եվ մենք տեսնում ենք, որ պատմության ընթացքում հենց հատկապես հայերին եւ հրեաներին են իրենց ազգային պատկանելության համար հալածում, հա, եւ այստեղ գենետիկան իրապես դեր է կատարում, որովհետեւ նրանք ովքեր գիտենք, որ մեր նախապապերը մեծ տեղ են տվել, որ հայը հայի հետ ամուսնանա, հա, երբեք այլ ազգիների հետ չամուսնանա, այդ կարծրատիպերը կոտրվել են հետագայում, չնայած որ պատերազմների ժամանակ շատ հայերի գերեվարել են կամ հայերն են գերեվարել այլ ազգերի հետ ամուսնացել եւ թագավորությունների իրար հետ ձուլվել են եւ ստեղծել են այլ այսպես միավորներ,
Բայց այնուհանդերձ կարծես թե հայկական գենետիկան գենոլոգիայի մեջ որպես առանձնահատուկ մի տեսակ է եւ այսօր հետաքրքիր բացահայտումներ են լինում, օրինակ իսկական հետազոտությունների ժամանակ բացահայտվել է, որ շատ երկրներում, օրինակ Անգլիայում, Թուրքիայում եւ այլ երկրներում հայկական գենը ամենաշատն է տարածված եւ մի քիչ այստեղ չեմ ուզում տրամադրել հայերի նկատմամբ այս ինֆորմացիայով, բայց դա գալիս է նրանից, որ հայերին շատ են արտաքսել իրենց երկրներից, շատ են պատերազմներ եղել եւ հայերը ստիպված են եղել գաղթել տարբեր երկրներ եւ այլն եւ դա էլ ստեղծել է այդ երևի շարժընթացը, անընդհատ շարժընթացը եւ տեսնում ենք, որ շատ ազգային ասած երևույթ է դա ոչ թե միայն գենետիկական երևույթ է, որովհետև այսօր հատկապես գենետիկայի մասին խոսելը մի քիչ հարաբերական է հենց այս միաձուլման ֆիզիոլոգիական այս միաձուլման շրջանակներում միայն գենետիկայի մասին խոսելը իրականում այդքան էլ տրամաբանական չէ, բայց դա կա ֆիզիոլոգիական իմաստով որպես մի կարևոր առանցք ներքին գործոն, բայց մենք տեսնում ենք, որ անգամ սփյուռքահայությունը կամ շատ մարդիկ, ովքեր իրենց մեջ կրում են մի քանի տարբեր գեներ, այդ թվում նաև ես կարող եմ ասել, որպես մի քանի տարբեր ազգերի այսպես ժառանգական կրող, ժառանգության կրող իրականում մաքուր հայ չեմ, բայց երբ օրինակ անձնագիրն էինք ստանում եւ ինձ հարցնում էին 15 տարեկան հարցրեցին որ ազգն ես ուզում գրվել, հայ թե ռուս, որովհետև մայրս գրված էր ռուս, բայց իրականում նա այլ մաքուր ռուս չէր, երկու ազգի խառնուրդ էր, երեք ազգի խառնուրդ էր, երբ ինձ հարցրեցին մայրական կողմն ես ընտրում, թե հայրական կողմն ես ընտրում, ես այսպես զարմացած ասեցի, ինչպես կարելի է, ես հայ եմ, այսպես հպարտությամբ, ես հայ եմ։ Եվ ես հաճախ ինձ հարց էի տալի, ինչն էր պատճառը, որ ես այսպես հպարտությամբ ընտրեցի հայ լինել, երբ հայրս էլ օրինակ Թավրիզա հայերից էր, որոնք որ այսպես բռնի ձևով կարելի ասել բերել էին Հայաստան, բայց իրենք էլ այսպես արմատներով էլի Իրանի Պարսկաստանի քաղաքացիներ էին եղել եւ հետագայում այս խոհերի մեջ ես բացահայտեցի, որ այստեղ գենը կարող է խոսել, գերակայող գենը կարող է մարդու մեջ խոսել եւ միևնույն ժամանակ գենը խոսում է, երբ մարդը ինքը ընտրում է, հա, որ գենը իր մեջ ավելին խոսի, ավելին արտահայտվի եւ երբ մարդը իր բոլոր գենային այսպես ուղղությունների հետ ներդաշնակ է, դա կարող է նրան ուղղակի խաղաղ ներդաշնակ զարգացում ապահովել։ Ես գտնում եմ, որ ես խաղաղ զարգացել եմ ինքս ինձ հետ առանց կոնֆլիկտների, ազգային ինքնության հետ կապված առանց որևէ կոնֆլիկտի, բայց ներքին կոնֆլիկտներ եղել են մինչև հասկանալը ես ով եմ, ինչ եմ ուզում, այսինքն իմաստավորելը ես ով եմ, այն առումով, թե ես ինչ կարող եմ անել եւ ինչ կարող եմ տալ, հա, մարդկությանը կամ իմ կյանքի ընթացքում լինել ավելի իմաստի համար ապրող, քան միայն նյութական կամ այսպես ֆիզիոլոգիական իմաստի ապրող, ես փնտրում էի հոգեվոր մարդու այդ զարգացման բանալին եւ ես դա գտա շատ կարդալով, շատ այսպես ինքս ինձ հետ ներդաշնակ ապրելով եւ արարելով եւ կարծում եմ, որ ազգային գիտակցությունը ձևավորվում է նախ առաջին հերթին պատմական հիշողությունների մեջ, որը մենք տալիս ենք մեր երեխաներին պատմության
մասին որոշակի տեղեկություններով և պատմության մեջ ազգի համար մաքարած հերոսների կերպարներով, հաղթանակների օրինակներով, հա, երբ դու հպարտ ես լինում նրանով, որ դու ասենք այս կամ այն ազգի ներկայացուցիչ ես, որովհետև քո պատմությունը մաքառումների և հաղթանակների պատմություն է։ Եվ այստեղ կարող է լինել հակադրություն, հա, օրինակ հայի պատմությունը, հայ ժողովրդի պատմությունը, դա մաքառումների պատմություն է 100%, բայց դա հաղթանակների պատմություն է, թե կորուստների պատմություն է, կախված նրանից, թե ինչի վրա ենք մենք շեշտը դնում դաստիարակության ընթացքում, մեր փորձի փոխանակման ընթացքում։ Եվ ես նկատել եմ, որ մարդիկ կան, ովքեր ամաչում են հայ լինելուց միայն նրա համար, որ հայը ունեցել է եղեռն, կորուստներ, թույլ է եղել ինչ-որ ժամանական հատվածում և կորցրել է տարածքներ, կորցրել է մեծ թվով զոհեր է տվել, հա, եւ այլ, եւ չի կարողացել իրեն պաշտպանել, եւ միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ հայի կերպարի կան բացասական նկարագրեր, ասենք թե արտասահմանյան երկրներում շատ անգամ հայերի համար ասում են հայերը խաբում են, հայերը գողանում են, հայերը շուստրի են, հա, այսպես ճանապարհներ են գտնում օրենք խախտելու եւ օրինական երկրներում նրանց համար նրանք հայտնի են որպես օրինազանց քաղաքացիներ եւ շատ անգամ արտաքսվածների մեջ մենք տեսնում ենք հայերին հատկապես, բայց ես կարծում եմ, որ սա ոչ թե նրա համար է, որ հայը այդպիսին է, այլ նրա համար է, որ հայը սովորել է գոյության պայքար տանել եւ այդ գոյության պայքարի մեջ նա ստիպված է եղել որոշ առումով ուրանալ իր արմատները, իր սկզբունքները, հա, եւ կարողանալ գոյության խնդիր լուծել հանուն ինչ-որ մի բանի, հա, եւ այստեղից հայի մոտ կարող է առաջանալ նաեւ արժեհամակարգային դեգերումներ եւ փոփոխություններ, դա ավելի շատ հոգեբանության մեջ պաշտպանական վարքագիծ է կոչվում, coping ստրատեգիա է կոչվում, երբ հայը ստիպված է լինում, հա, իր գոյությունը ապահովելու համար շրջանցել ինչ-որ արգելքներ եւ դա գենետիկորեն կարծես փոխանցվում է եւ հայերը սա դիտարկում են որպես ամոթալի երևույթ, բայց սա պատմական մեր անցած ճանապարհի հետևանքն է, գոյության պայքարի հետևանքն է ստիս, որը ունի իր բացատրությունը, հա։ Հայը շատ ավելի հուզական է, քան օրինակ այլ ազգերի ներկայացուցիչները։ Որպես ազգ մենք շատ ավելի վեհ ենք, փորձում դիտել ամեն ինչ, շատ ավելի վերացական ենք, մեկ-մեկ շատ ավելի ռացիոնալ ենք եւ միևնույն ժամանակ շատ պորտկուն ենք։ Այդ պորտկունությունն էլ է գալիս գոյության պայքարից, հա, հայի մշտական դեգերումների, հայի կորուստների, ցավի, այսպես գենետիկական կրող տեսակի այդ վիճակից է գալիս այդ հուզականությունը եւ այստեղ է որ շատ անգամ ասում ենք մենք զոհ ենք, մենք զոհի հոգեբանություն ունենք, մենք սովորել ենք անդադ լացել եւ այլն, բայց սա դա ազգային պատմություն է, որը հնարավոր չէ ջնջել։ Դա գենետիկական հիշողություն է, որը էպիգենետիկական հոգեբանության մեջ շատ կարևոր դեր է կատարում անձի զարգացման, ազգային պատկանելության, վերլուծությունների համատեքստում եւ որքան էլ մենք ցանկանանք, մենք կտրվել այդ զոհի հոգեբանությունից, դա պատմություն է, որը գեների մեջ ամբողջացնում է մեր ինքնության մի հատ բաղադրիչը, որը մենք չենք ստեղծել, հա, ստեղծել են նրանք, ովքեր ցանկացել են մեզ վերացնել, ցանկացել են հային վերացնել եւ ոչնչացնել, եւ
Extinction հայը դարձել է կարծես թե զո, բայց հայի գոյապայքարի շատ առանցքային կարևոր, այսպես էմոցիոնալ դետալները դրանք հայի գոյապայքարի այն դրվագներն են, երբ հայը արթնանում է իր էմոցիոնալությամբ, զոհի վիճակից եւ դառնում է պայքարող, մարտնչող եւ հասնում է հաղթանակների, հայի այդ տեսակը արթնանում է միայն հավաքականության մեջ, ի տարբերություն, այլ ազգերի, հայի այս թռիչքային տարբերությունը մենք տեսնում ենք, միայնակության մեջ նա զոհ է, հավաքականության մեջ նա հաղթող է, եւ այստեղ է արդեն ազգային առանձնահատկությունը արտահայտվում, որ երբ մեզ ուզում են հաղթել, մեզ տարանջատում են, մեզ բաժանում են լավի վատի, հենց հայերին այսպես կոտրելու համար առաջին բանը, որ անում են, ներհայերի մեջ միասնականության թելերը փորձում են այսպես քայքայել եւ առաջացնել տարբերակումներ, հայերի մեջ առաջացնել ոչ թե ընդհանրական հոգեվոր ուժ, ընդհանրական արժեհամակարգ, որի շուրջ համախմբվում են առհասարակ հայերը, հանուն ինչին, այդ հանունը երբ կորում է հայերի համախմբման գաղափարի մեջ, հայերը դադարում են լինել ուժեղ եւ դառնում են այսպես թույլ էակներ, թույլ կերպարներ եւ զոհի այդ ալիքը սկսում է անցնել ազգի վրայով, իսկ երբ հայերը մնում են իրենց միասնական արժեհամակարգի շուրջ, նրանք դառնում են ամուր հավաքական կերպար եւ ազգ, որպես ամբողջություն, նրանց հազվադեպ կարելի է տեսնել պարտված, շատ անգամ հենց այդ կերպարից էլ վախեցել են այն թշնամիները, որոնք հարձակվել են հայերի վրա, այդ հավաքական կերպարից են վախեցել, եւ պատմության մեջ մենք շատ կարող ենք տեսնել այդպիսի դրվագներ, երբ թշնամություն են ստեղծում ներքին տարբերակում, թշնամանք եւ ապա հասնում որոշակի արդյունքների, եւ այսօր մենք եւս դա տեսնում ենք մեր իրականության մեջ, որն է կապող ազգի կապող մեխանիզմը, դա առաջին հերթին լեզուն է, լեզուն, որի համար շատ գիտնականներ, շատ մշակութային գործիչներ, մտավորականներ պայքարել են հայերեն լեզուն ստեղծելու համար եւ լեզուն որպես հավաքական հոգեբանական միասնության հիմք ձևավորելու համար եւ գիտենք, որ մտածողության ձևավորումը սերտորեն փոխկապված է լեզվի առանձնահատկությունների հետ եւ մենք գիտենք, որ հայերեն լեզուն բավականին հարուստ, էմոցիոնալ, երանգավորված, այսպես լեզու է, որը որ իր կառուցվածքով քերականական, ոճական եւ այլն տարբերում է շատ լեզուներից, իր հարստությամբ նաեւ տարբերում է շատ լեզուներից եւ մենք տեսնում ենք, որ հենց լեզվի միջոցով է ձևավորվում նաեւ հայեցի մտածողությունը, անկախ գենետիկայից եւ այդ լեզուն կրողները, այդ լեզուն սիրողները իրենք ունեն իրենց մեջ այն արժեքային համակարգը ըստ էության, որը որ կարծես թե լեզվամտածողության այսպես կառուցվածքի հիմքում է դրված եւ մենք տեսնում ենք, որ օրինակ ես չեմ սիրում, երբ հայերեն խոսում են շատ գրեհիկ բառերով, խառնելով տարբեր լեզուների բառեր եւ այլն եւ դա կարծես այսպես խեղաթյուրում է հայոց լեզվի գեղեցկությունը եւ ներդաշնակությունը եւ ինքս շատ սիրում եմ այս լեզուն եւ ջատագով եմ նրան, որ մենք չկորցնենք հայերեն լեզվով հաղորդակցումը, մտածողությունը հայերեն լեզվով, անկախ նրանից, որ օրինակ է համար ես ինքս լինելով երկու ազգի ներկայացուցիչ եւ
կարող եք ասել իմ աշխատությունը ինչու եմ գրել ռուսերեն, եթե ես սիրում եմ հայերեն, դա ունի որոշակի հոգեբանական պատճառներ եւ նաեւ սոցիալական պատճառներ։ Ես ավելի շատ այս գիրքը գրեցի միջազգային հանրության համար, քան միայն հայերի համար, եւ սակայն խոստանում եմ, որ դա կլինի եւ անգլերեն եւ հայերեն տարբերակներով հասանելի։ Այսինքն անգլերեն արդեն կա, ցանկացողները կարող են անգլերեն էլ ձեռք բերել, բայց էլեկտրոնային գրքերի տարբերակով, հայերեն կաշխատեմ, որ շատ շուտ ժամանակներում եւս թարգմանվի։ Եվ շատ կարևոր գործոն է մշակույթը։ Մշակույթը իր տեսակի մեջ դա գործողությունների եւ վարքի ամբողջությունն է հոգեբանության մեջ, որը ստեղծում է որոշակի արձագանքների, տարբեր իրավիճակներում որոշակի արձագանքների պատեռներ, հա, ինչպես են օրինակ հայերը արձագանքում այս իրավիճակում, այն իրավիճակում, կամ ինչպես են օրինակ արձագանքում հրեաները այս կամ այն իրավիճակում, ռուսները կամ անգլիացիները կամ ամերիկացիները, հա, այդ արձագանքը եւ գործողությունների առանձնահատկությունները ստեղծում են որոշակի հատկանիշներ, որոնք դրսևորվում են ազգային մշակույթի միջոցով։ Եվ մենք տեսնում ենք, որ ազգային մշակույթը նաև արտահայտում է իր մեջ արժեհամակարգը, հա, ազգային արժեհամակարգը, որը եւ զարգացման հիմքում է ընկած եւ զարգացումն է ապահովում։ Այսինքն իմաստը, հանուն ինչի ենք մենք ստեղծում այդ մշակույթը, հա, մենք տեսնում ենք, որ հայ ազգային մշակույթը իր մեջ ամփոփում է եւ պատմությունը եւ ապագայի տեսլականը։ Մենք տեսնում ենք, որ հայի համար կարևոր արժեքներ են ընտանիքը, հայրենիքը, հանուն ինչի ապրելը, հա, այսինքն այդ հանուններին դասակարգման մեջ, հա, բուրգային դասակարգման մեջ ստեղծվում է արժեքային բուրգը, որը տարբեր ազգերի մեջ տարբերություններ է դնում։ Եվ ես կցանկանամ, որ մենք խորհենք այսօր հանուն ինչի ենք մենք ապրում, որպես հայ, թե որպես համաշխարհային հանրության, ասենք, քաղաքացի, այդ հանունները մեզ մոտ որ մակարդակի մեջ են գտնվում, դրանք Մասլովի բուրգի մեջ միայն հանուն ապրելու այդ արժեքներն են, հա, ուտել, հանգստանալ, վայելել կյանքը, թե մենք ունենք ավելի վեհ հանուններ, որոնք մեզ դրդում են ապրել, ստեղծագործել եւ արարել։ Եվ ըստ իս հայը տարբերվում է նրանով, որ նա շատ ավելի բուռն եւ էմոցիոնալ է ձգտել դեպի ավելի վեհը, ավելի բարձրը։ Այստեղից նաեւ այն, որ առաջին ազգերից մեկը եղավ, որը ընդունեց առաջպետություններից մեկը եղավ, որը ընդունեց քրիստոնեությունը իր արժեհամակարգով, այդ հանուն սիրո արժեհամակարգը, հա, սերը զոհաբերության մակարդակի արժեհամակարգը որդեգրեց քրիստոնեության միջոցով, եւ դրանով իսկ ցույց տվեց հայը իր մտածողության բուրգը, հա, հանուն ինչի ինքը կարող է պայքարել, եւ մենք տեսնում ենք, որ այդ հանունը կարմիր գծի նման գնում է գոյության պայքարի հանուն հայ լինելու, հանուն հայրենիք ունենալու պայքարի մեջ, մենք տեսնում ենք եւ մշակույթն է, եւ լեզուն է, հա, եւ այսօր հայը որտեղ է լինի, կարծես այդ արժեքային, իմաստային արտահայտությունը իր մեջ կրում է։ Այն անձը, հա, ով իր մեջ ունի կոնֆլիկտը, որ ես չեմ ուզում, հա, այդ ազգի ներկայացուցիչները, որտեղ ես ամաչում եմ, որտեղ նրանց կոտորել են, ասենք, նրանք խաբեբա են, կամ նրանք այսպիսին են, այնպիսին են, այդ ամոթը ստեղծում է անձի ներքին կոնֆլիկտ, որը խանգարում է մարդուն առաջ գնալու, խանգարում է մարդուն ստեղծելու, արարելու մշակույթ, անգամ կարող է շատ հարստություն ունենալ, շատ այսպես
կայանալ իր տեսակի մեջ, բայց երբեք չգտնել ներքին խաղաղություն, որովհետև ինքն իր հետ կլինի ոչ ներդաշնակ, ոչ խաղաղ, ոչ համերաշխ ներքին վիճակում։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ ազգային ինքնության ընդունումը, եւ դրա հետ հաշտությունը գալիս է մեր արժեհամակարգից եւ նպատակներից։ Եվ դա բերում է ոչ միայն ներքին խաղաղություն անձի զարգացման գործընթացում, այլ բերում է նաեւ ազգային, հավաքական խաղաղություն, ներքին ռեսուրսների մոբիլիզացիա, ներքին ուժի մոբիլիզացիա, ներքին արժեքների մոբիլիզացիա, գաղափարների եւ իմաստների շուրջ, եւ դա մեծացնում է մեր դիմադրողականությունը արտաքին ուժերի նկատմամբ եւ դարձնում է մեզ ավելի այսպես ուժեղ, ավելի զարգացող, ավելի արարող եւ իհարկե դա շատերի համար այսպես շատ պետությունների համար անցանկալի երևույթ է, որ փոքր ժողովուրդները զարգանան, կայանան, բայց մեզ համար, որպես մեր տեսակի գոյությունը շարունակելու համար դա շատ կարևոր ռեսուրս է։ Ներքին ուժերի մոբիլիզացիան, ներքին ուժերի համախմբումը կարևոր արժեքաիմաստային առանցքի շուրջ ստեղծում է ազգային հավաքական ինքնաճանաչողություն, ինքնագիտակցություն եւ ներդաշնակություն։ Իսկ երբ մենք ներքին անհաշտ ենք իրար հետ, մենք ստեղծում ենք արդեն մասնատվածություն, դառնում ենք մասնատված բջիջներ ազգի հասկացության ներքո եւ շատ հեշտ է այդ մասնատված բջիջները ոչնչացնել եւ կամ հալածանքի ենթարկել։ Դրանից թուլանում է մեր իմունիտետը, հավաքական իմունիտետը, թուլանում է, երբ մենք լեզուն ենք թուլացնում, ուրանում կամ փոխում, թուլանում է, երբ մենք մշակույթն ենք մեր ուրանում իր արժեհամակարգով, իր ամեն ինչով եւ դառնում ենք շատ ավելի ցածրակարգ, կարելի ասել ինչ որ տար, ոչ թե ազգ, այլ տար։ Ազգը ասածը ինձ համար դա հավաքական, մշակութային, արժեքային, իմաստային, գոյության իմաստի հավաքական այսպես ամբողջություն է եւ որը ունի իր լեզվի նկատմամբ հարգանք, իր ինքնության, պատմության, մշակութային հիշողության նկատմամբ բարձր պատասխանատվության գիտակցում եւ ինքը իր հետ ներդաշնակ է այդ ներքին հարաբերությունների մեջ եւ չի ամաչում ինքը իրեն ներկայացնելուց։ Այստեղ գլխավոր գաղափարներից մեկը, որի մասին կցանկանամ եւս խոսել, դա մեր հոգեբանական հիմքն է ազգի կազմավորման, դա լեզուն է։ Լեզուն նաեւ մշակույթի ձևավորման առանցքն է, լեզուն նաեւ մեր արժեհամակարգի արտահայտման առանցքն է, եւ այս համադրությունը անձի եւ ազգի ներդաշնակ համադրությունը, որը ստեղծում է դրական փորձ, կստեղծի նաեւ դրական փոխհարաբերություններ, տարբեր մշակույթների հետ, տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ, եւ ես կարծում եմ, որ հարգվում է այն ազգը, ով իր ներսում համախմբված է եւ ներդաշնակ է, եւ այն ազգը, ով ունի միասնական արժեհամակարգ եւ կայուն կանգնած է իր լեզվի, մշակույթի նկատմամբ պատասխանատվության դաշտում եւ հանուն այդ տեսակի պայքարում է եւ արարում է եւ ստեղծագործում է եւ չի իջնում ցածր մակարդակի կոնֆլիկտների, որոնք իրենց մեջ չեն պարունակում ոչ մի արժեհամակարգ, եւ չեն պարունակում ոչ մի իմաստ,
և ոչնչացնում են ոչ միայն անձի ինքնությունը, այլ ազգի ինքնությունը։ Դրանք իրար հետ շատ սերտ փոխկապված են։ Եթե մենք դիտում ենք օրինակի համար որևէ օրինակ բերեմ, ասենք թե խնձորը դիտենք, որպես ամբողջական համակարգ, խնձորը բաղկացած է առանձին բջիջներից, եթե մի քանի բջիջը փչանում են, արդեն սկսում է փչանալ ամբողջ խնձորը, եւ կրթությունը, դաստիարակությունը, դա այն իմունիտետն է, այն պարարտանյութն է, որը թույլ չի տալիս, որ փչանան այդ բջիջները, որոնք կփչացնեն արդեն ամբողջը, միավորը չփչացնելով չի փչանա ամբողջը։ Եվ գտնում եմ, որ անկախ նրանից, որտեղ ենք մենք, ինչ արտաքին ուժերի ազդեցության տակ ներքո ենք գտնվում, հենվելով այն զոր օրինակների վրա, որոնց մասին խոսեցի, մի քանիսի մասին, եթե ընտրեք, դուք ինքներդ կգտնեք բազմաթիվ այդպիսի օրինակներ, դուք կտեսնեք, որ ներքին ուժերի ներդաշնակությունը, խաղաղությունը, ինքնիր հետ հաշտությունը մարդուն տանում է ավելի կայուն, խաղաղ ինքնազարգացման, ինքնաարտահայտման, քան երբ մարդը ունի ներքին կոնֆլիկտներ եւ փորձում է դրանք ինչ-որտեղ խեղդել եւ փնտրել դրանցից ձերբազատվելու այլ ուղիներ։ Մենք տեսնում ենք, որ հոգևոր ուժը մարդուն ապահովում է իր գոյության իմաստ, արժեքային վեկտոր, ապահովում է դիմադրողականություն արտաքին ճնշումների եւ այլնի նկատմամբ, այնպես ինչպես ազգի համար։ Մենք տեսնում ենք, որ ինքնությունը դա ներքին հոգեբանական պաշտպանական համակարգ է ապահովում եւ դրա մի կարևոր բաղադրիչն է եւ ինչպես ներքին ուժը կարող է փոխել արտաքին աշխարհը, այնպես էլ արտաքին աշխարհը կարող է փոխել ներքին ուժը։ Մենք տեսնում ենք, որ կա կոնֆորմիստական երևույթներ, կան դիսիդենտական երևույթներ, այլախոհություն եւ կոնֆորմիզմը եւ արտաքին աշխարհը ճնշում է մարդու ինքնությունը եւ վերափոխում անձին, բայց դա չի նսեմացնում այն ուժերի համակեցությունը, որով փոխազդեցությունը, որով մենք կարող ենք հակազդել այդ արտաքին ճնշումներին եւ ստեղծել ներդաշնակություն եւ ստիպել ինչ-որտեղ, որ ընդունեն այն, ինչ որ մենք ունենք, այն, ինչպիսին որ մենք կանք, այն մարդիկ սովորաբար, ովքեր իրենցով են փորձում ներկայանալ, իրենց առանձնահատկություններով, իրենց ընդունակություններով, խառնվածքով եւ չեն փորձում հարմարվել արտաքին աշխարհի պահանջներին, նրանք շատ ավելի ուժեղ են, ճիշտ է, փորձությունները շատ ավելին են, բայց նրանք շատ ավելի ուժեղ են լինում եւ շատ ավելի կոփված են լինում, նրանց ներքին ռեսուրսները շատ ավելի հզոր են դառնում, որովհետեւ փորձառություն են ձեռք բերում գոյության լուրջ պայքարի, իսկ այն մարդիկ, ովքեր այդ ուժերը ճնշում են ներքին արտաքին ուժերի ազդեցության տակ եւ փորձում են թաքցնել այսպես ավելի խորքային այսպես ներկայանալ միջավայրին այնպեսի ինչպիսի միջավայրն է ուզում իրենց տեսնել, նրանք կարծես թե իրենց տեսակից դեֆորմացված են հանդես գալիս եւ դա խանգարում է իրենց իրականում ճիշտ ներկայանալու եւ արժևորելու եւ այստեղից էլ իմ կոչը երիտասարդությանը, սիրելի երիտասարդներ, սիրելի հայ երիտասարդներ, որտեղ էլ որ դուք գտնվեք, ձեր հայի ինքնությունը պահպանեք ձեր լեզվի, մշակույթի, արժեքների միջոցով, մի ամաչեք ձեր հայ լինելուց, մի ամաչեք ձեր ինքնությունը դրսևորելու այն արժեհամակարգի, այն տաղանդների, այն արարչագործական բնատուր պոտենցիալի միջոցով, որը ի վերուս դրված է հենց հայի գենի մեջ, եւ որը միշտ ուզեցել են ոչնչացնել, միշտ ցանկացել են վերացնել, բայց փառքաստու ինչքան շատ են ցանկանում, այնքան մենք շատ անում ենք, դա ինչպես անոթը կոտրում են, մի անոթը փորձում են կոտրեն, ասենք բաժակը, եթե դուք կոտրում եք, ինչ որ մեկը կոտրում է, վերացնելու համար, այդ բաժակը վերածում ավելի մանր դետալների, բայց ինքը չի դադարում ապակի լինելուց,
Եվ այս օրինակի հիման վրա մենք այսօր սփռված ենք ամբողջ աշխարհում եւ մեր մեջ կրում ենք հայի այն արժեքավոր գենը, որը ի վերոս դրված է նրան ձգտելու դեպի աստվածայինը, ձգտելու դեպի վեհը, ձգտելու դեպի ավելի կատարյալը եւ այս գենը ոչնչացնել հնարավոր չէ աշխարհում, ինչքան էլ շատերը ուզենան ոչնչացնել, ես կարծում եմ, որ մարդը չի ստեղծել, մարդն էլ չի կարող ոչնչացնել եւ սա մեր կարևոր ձեռքբերումներից է, որ մենք պետք է հիշենք, պահենք, պահպանենք եւ փոխանցենք սերնդեսերունդ մեր լեզուն, մեր խոսքը, մեր մշակույթը, մեր հայեցի արժեքային համակարգը դա այն է, որ մենք աստվածային ստեղծագործություն ենք, բոլորս մարդ ենք եւ մենք պետք է սիրո եւ ներդաշնակության այդ արարչագործական մեր արմատները պահելով ապրենք աշխարհում, արարենք, ստեղծագործենք եւ սա է խնդիրը, որ մենք չենք ցանկանում ոչ մեկի հետ պատերազմել, բայց միշտ մեզ հետ չգիտես ինչու ցանկանում են պատերազմել եւ մեզ վերացնել, մեզ ոչնչացնել, ճնշել եւ այլ, բայց հայը միշտ արարող, ստեղծագործող տեսակ է, որը իր գոյության ընթացքում ապացուցել է, որ իր դիմադրողականությունը իր ներքին միասնականությունն է, իր ներքին արժեքային ռեսուրսն է, իր լեզուն է, իր մշակույթն է եւ սա ես ուզում եմ, որ պահպանվի եւ մնա միշտ եւ դրա համար մենք հպարտանանք, ոչ թե ամաչենք եւ այն ինչ որ նեգատիվը խոսում են, ասում են հայերի մասին, այդ ամենը հիմք չվերցնենք մեզ վրա, մենք ավելին ենք, քան այսպես բացասական երևույթները քիչ են ավելի, քան դրական երևույթները եւ ես կարծում եմ ինչքան շատ դրական խոսենք, այնքան մենք դրական կլինենք։ Սա հոգեբանական առումով շատ կարեւոր է, թե ինչ ենք մենք խոսում, ինչ մենք ասում ենք հայը սա է, սա է, սա է, սա է, վատ իմաստով հայը պիսին է դառնում մեր աչքին, եթե մենք ասում ենք հայը լավն է, տաղանդավոր է, այսպես մենք տեսնում ենք հային որպես այդպիսի հավաքական կերպարի մեջ։ Դրա համար երբեք չամաչեք, դրսում էլ գտնվելով երբեք չմոռանաք, որ ձեր արմատները հայկական են, հայեցի են, ձեր ծնողները կրում են այդ գենը, որովհետև դա իր մեջ ամփոփում է արժեք, որտեղ մարդը վեհ է, աստվածային է, արարչագործ է, ստեղծագործ է եւ ոչ թե պատերազմող եւ քանդող։ Շնորհակալություն ուշադրության համար, հուսով եմ, որ մեր զրույցները կշարունակենք այս թեմայով եւ միասին կլինենք այլ թեմաների շրջանակներում։